Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձություններն իսկական իրարանցում են առաջացնում և ամեն նոր սերիա հեռուստադիտողին տանում է դեպի նոր բացահայտումներ ու անակնկալներ։ Անգելինան երկար տատանումներից հետո վերջապես որոշում է մնալ Նոյի կողքին։ Նրա հոգեվիճակը դեռ խառն է, սիրտը զգում է, որ Հենրիի հետ կարող է երջանիկ լինել, սակայն խելքը հուշում է, որ այդ ճանապարհը փակ է։ Հենրին ամուսնացած է Բետիի հետ, իսկ ինքն էլ արդեն խոստումներ ունի Նոյի հանդեպ։ Դրա համար էլ Անգելինան ընդունում է իր ընտրությունը և սկսում է մտերմանալ Նոյի հետ, նրանց հարաբերությունները գնալով խորանում են և առաջիկայում նրանք պատրաստվում են կյանքի ամենակարևոր քայլին՝ հարսանիքին։ Հարսանեկան տրամադրությունները, սակայն, լի են նաև անհանգստությամբ, քանի որ Անգելինայի սիրտը դեռ լիովին խաղաղ չէ։ Մյուս կողմից Հենրին ու Բետին նոր փուլ են մտնում իրենց ամուսնական կյանքում։ Նրանք կրկին այցելում են մանկատուն՝ երեխա որդեգրելու համար։ Ընթացակարգը բնականաբար պահանջում է ժամանակ, պետք է պարբերաբար գնան, շփվեն երեխայի հետ, որ նրա հետ վստահության ու սեփական կապ ստեղծվի։ Բետին փորձում է ամեն կերպ տպավորություն թողնել, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է, սակայն խորքում նրան տանջում է միտքը, որ Հենրիի սիրտը երբեք լիովին իրենը չի լինելու։ Հենրին էլ թեև սրտացավորեն մոտենում է որդեգրման գործընթացին, իրականում փորձում է փրկել սեփական հոգին, զբաղեցնելով այն սիրո դատարկությունը, որ մնացել է Անգելինայի պատճառով։ Եվ ահա ամենահետաքրքիր ու անսպասելի պահը՝ Հենրին իր քրոջը Ֆաինային վերջապես խոստովանում է այն գաղտնիքը, որ երկար ժամանակ պահում էր։ Նա Ֆաինային ասում է, որ Անգելինան իրենց մոր Աննայի դուստրն է։ Սա սարսափելի, լուրջ ու մեծ բացահայտում է, արդյունքում պարզվում է, որ Ֆաինան ու Անգելինան իրականում քույրեր են։ Այս նոր փաստը կարող է ամբողջությամբ փոխել ոչ միայն նրանց փոխհարաբերությունները, այլև բոլորի ճակատագրերը։ Ֆաինայի համար սա դառնում է իսկական ցնցում։ Նա չի կարողանում պատկերացնել, որ ամբողջ կյանքում քույր է ունեցել, բայց երբեք չի իմացել նրա գոյության մասին։ Նրան խառնում են հուզմունքը, զայրույթը և իհարկե սիրո ու կարեկցանքի զգացումները։ Նա սկսում է մտածել, թե ինչպես ասել Անգելինային ու Աննային այս ճշմարտությունը, սակայն վախենում է, որ այդ քայլը կբերի նոր դժբախտությունների։ Անգելինայի ճակատագիրն այս պահին կախված է մազից։ Նա կանգնած է հարսանիքի շեմին, բայց չգիտի իր իրական ընտանիքի մասին, իսկ երբ իմանա, արդյոք ինչ-որ բան կփոխվի նրա կյանքում։ Կշարունակի ապրել այս կեղծ իրականության մեջ, թե ամեն ինչ կքանդվի վերջին պահին։ Այս ամենը ցույց է տալիս, որ Վերջին զանգը սերիալում ամեն բացահայտում նոր դռներ է բացում։ Սերիալն արդեն այն փուլում է, որտեղ գաղտնիքները սկսում են մեկը մյուսի հետևից դուրս գալ, և յուրաքանչյուր ճշմարտություն կարող է փլուզել հին կապերն ու ստեղծել նոր իրավիճակներ։ Հեռուստադիտողին սպասվում են անչափ լարված ու էմոցիոնալ սերիաներ՝ Անգելինայի ու Նոյի հարսանիքի պատրաստությունները, Հենրիի ներքին պայքարը, Բետիի խանդը, Ֆաինայի լսած ճշմարտությունները և շախունցների տան նոր թոհուբոհը դարձնում են պատմությունն առավել ինտրիգային։ Ուղղակի հարց է առաջանում՝ արդյոք այդ հարսանիքը իսկապես տեղի կունենա, թե վերջին պահին ինչ-որ բան այնուամենայնիվ կփոխվի։ Իսկ այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ բացահայտելու համար միացեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու տարբեր բացահայտումներով և իհարկե նոր ու հետաքրքիր անակնկալներով։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչ եք կարծում, իսկապես Նոյի ու Անգելինայի հարսանիքը կկայանա, թե վերջին պահին ինչ-որ բան կխանգարի։ Եվ գրեք նաև ինչ եք կարծում, Ֆաինան Անգելինային ու Աննային կասի այդ ճշմարտությունը։ Իհարկե Ֆաինան արդեն այլևս հեռուստասերիալում չի լինի։ Ընդամենը մի քանի սերիայից Ֆաինայի կերպարը կմոտենա ավարտին։ Դերասանուհի Անի Մեհրաբյանն, ով մարմնավորում է Ֆաինային, արդեն Հայաստանի Հանրապետությունում չի, այլ մեկնել է Կիպրոս, որտեղ շարունակելու է իր նկարահանումը։ Բայց դա չի նշանակում, որ գաղտնիքները մնալու են։ Շատ շուտով այս բոլոր գաղտնիքները ջրի երես են դուրս գալու, իսկ առաջինը իմանալու համար միացեք մեր ալիքին։ Շատ շուտով նոր ու հետաքրքիր բացահայտումներով հանդես կգանք, նոր ու հետաքրքիր տեսանյութով։ Իսկ այսօր հեռուստադիտողներին գեղեցիկ տեսարաններ են սպասվում, քանի որ ամուսնանում են Մերին ու Արամը։ Նրանք եկեղեցում սիրո խոստում են տալու իրար և երջանիկ են լինելու ամբողջ կյանքի ընթացքում, իհարկե, եթե Լիլիթը չխանգարի նրանց։
Բայց Լիլիթն էլ իր պլաներն ունի։ Շատ շուտով հեռուստադիտողներին անակնկալ է սպասվում, իսկ թե ինչի մասին է խոսքը, կիմանաք ընդամենը րոպեներ անց նոր տեսանյութով։ Անգելինան ու Նոյը վերջապես փորձում են իրենց հարաբերությունները կարգավորեն։ Ինչպես հեռուստասերիալի սկզբում նշեցինք, Անգելինան շատ լավ հասկանում է, որ Հենրիի հետ նրան երկար ճանապարհ չունի գնալու, բայց մյուս կողմից էլ նա չի սիրում Նոյին, ընդամենը ձևացնում է կամ էլ փորձում է բոլորին ցույց տալ, որ իրենց հարաբերությունները նորմալ է։ Իհարկե, հեռուստադիտողները մեղադրում են Անգելինային, քանի որ կարծում են, որ մեկը, ով ընդամենը ժամեր առաջ սիրո խոստովանություն էր անում Հենրիին, նման դեմքի արտահայտությամբ պետք չէր, որ Նոյի մոտ լիներ։ Բայց սցենարն այլ բան է ծրագրում։ Դե ինչ, գրեք արդյոք Անգելինային արդարացնում եք, թե ոչ, սպասում ենք ձեր կարծիքներին։